գտնվում ենք Մայրաթորի տարածքում, վաղ առավոտից փաստորեն հարձակում են գործում տարբեր ուղղություններից ոստիկաններ են, ուղղակի շրջապատված է կարելի ասել Մայրաթորը։ Ես խնդրեմ ձեզ իրավական գնահատականը մենք ինչ գործընթացի հետ, այս պահին ինչ է տեղի ունենում մեր եկեղեցուներում։ Ակնհայտ է, որ սա քաղաքական իշխանության հրահանգն է, ակնհայտ է, որ սա քաղաքական իշխանության հրահանգն է, քաղաքական իշխանության հրահանգով այս գործընթացներով հայտարարվեց քրեական բարույթի նախաձեռնման մասին եւ հայտարարությունը նա էր, որ պարզվեց, որ մեր իրավապահ համակարգում գոյություն ունեն մարդիկ, որոնք 1.5 տարի հանցագործություն են արել, որովհետեւ 1.5 տարի իրենց գնահատմամբ ունենալով քրեական գործ նախաձեռնելու առիթ որևէ գործողություն չեն իրականացրել։ Խոսքը վերաբերում է 24 թվականի Միքայել Աճապանյանի զրույցի մասին։ Այսինքն, եթե այդ ժամանակ տեղի էր ունեցել հանցագործություն, 1.5 տարի մեր իրավապահ։ Ես կարծում եմ, որ հանցագործություն կոչվող չէ։ Այն ժամանակ ուղղակիորեն իրավացիորեն գնահատել են, որ իր խոսքում որևէ քրեական հետապնդելի արարք չկա իրավացիորեն։ Այսօր քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով այդ նույն բաները դիտարկում են որպես հանցագործություն։ Ինչ պետք է հիմա մենք անենք աստծո։ Մենք պետք է կանգնենք, մենք պետք է հասկանանք, որ տվյալ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ թշնամի չունի։ Մենք պետք է հասկանանք ու գիտակցենք, որ այս իշխանության բոլոր թշնամիների ազգանունները վերջանում են յան վերջածանցով։ Այսինքն հայ ազգի ներկայացուցիչներն են։ Ուրիշ տարբերակ չկա։ Մեզ պետք է հեղաշրջում մեր մտքերում, մեր հոգիներում, մեր ռազմական գերատեսչությունում, մեր ոստիկանությունում, այսինքն մեզ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, եթե մենք ուզում ենք լինի հարատև Հայաստանի Հանրապետություն։ Բայց հեղաշրջման անվան տակ կալանավորումներ արեցին, ինչ որ պլան գտան, կեղծ պլան, որը 2024 թվով է ծրագրված, զենքեր են հանել, որոնք օրինական էր պարզվեցին։ Ես ներկայացնեմ հեղաշրջում տերմինը, որպեսզի մեր հասարակության համար էլ բազի։ Քրեական օրենսգիրքը որևիցե տեղ չի նախատեսում հեղաշրջում տերմին։ Հեղաշրջում տերմինը դա քաղաքագիտական տերմին է, որը նշանակում է արմատական փոփոխություններ։